ինչպես տեսնում եք, հուշահամալիրը նորմալ վիճակում է, կարգին է, երևի այսքան կարգավորված վիճակ երևի թե ավելի լավ վիճակ չէր կարող չի լինի, հնարավոր չի պատկերացնել, տեսնում եք ամեն ինչը բարեկարգված, շինարարությունն ավարտված, մաքուր։ Տեսակ է, այնպես որ նորմալ մարդկային հոսք է, ես կարծում եմ միշտ եղել է նույնպես, ինչպես է այս տարի, որևէ բան չի փոխվել։ 24-ի նախորդին բացվեց նոր ժամանակավոր ցուցադրություն, թանգարանում այդպիսի ավանդույթ կա, որը շարունակվում է, ամեն տարի ապրիլի 24-ի նախորդին մեկ նոր ցուցադրություն ունենալ, ժամանակավոր ցուցադրություն է կոչվում։ Անցյալ տարի ցուցադրությունը նվիրված էր օտարերկրյա այն անձանց, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, հոգևորականներ, միսիոներներ, ովքեր առաջի վկայություններն են կատարել հայոց ցեղասպանության մասին, փաստագրել են իրադարձությունները եւ տեղեկատվություն են հավաքել, կուտակել եւ հետո հրատարակել են դա։ Հիմա այս տարի նույնը վերաբերում էր այդ հայ նույն այդ առաքելությունը իրականացրած հայ անձանց է վերաբերում, այսինքն հայ մտավորականներ, հայ հոգևորականներ, հայոց եկեղեցու սպասավորներ, ովքեր ուրեմն այդ առաջի տարիներին հավաքել են այդ տեղեկատվությունը եւ փոխանցել են հաջորդ սերունդներին։ Առիթից օգտվելով կոչ եմ անում մեր ժողովրդին այցելել թանգարան եւ տեսնել այդ շատ հետաքրքիր ցուցադրություններ են։ Ես ասեցի ուրեմն այդ երկու ցուցադրություններն այսօր գոյություն ունեն եւ հայ վավերագրողների, փաստագրողների մասին եւ օտարազգի փաստագրողների մասին։ Երկուսն էլ այսօր գործում են, նրանք ժամանակավոր ցուցադրության սրահում են։